Հայաստանի վարչապետը վերահաստատեց ընդունել է մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը եւ մեկնելու է Մոսկվա։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում անդրադառնալով Ռուսաստան այցի վերաբերյալ ընդդիմադիր որոշ շրջանակների հայտարարություններին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. Հայաստանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք Մեի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, որովհետեւ բացի իհարկե միջոցառումը շատ կարևոր է, նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Հարց ու պատասխանի ընթացքում падգամավորները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության վերաբերյալ, որ 44-օրյա պատերազմը հրահրել է հայկական իշխանությունը։ Չգիտեմ արդեն որերորդ անգամ պիտի այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որ այս ամբիոնից 2018 թվականի արդեն ամիսը ապրիլի 17-ին հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակողել է պատերազմական փուլ եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը ինքը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել։ Դրա արդյունքում ոչ թուղթ, ոչ բան չի ստորագրվել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, թե ինչպես այս ամբիոնից խոսել ենք, որն էր պատերազմը թույլ չտալու դրանից առաջվա Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը, մեղրին փոխել Ղարաբաղի հետ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Մադրիդյան սկզբունքներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանի վարչապետը վերահաստատեց նախկին նախագահներին բանավեճի հրավերը։ Այդ մարդկանց ասել եմ, հերիքա բանի տենց կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու տենց բան լուրջ դեմքով բաներ պատմեք։ Լսեք, բան ունեք ասելու։ Էլի կրկնում եմ, եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում։ Հերիքա գնանք տենց մութ անկյուններում բան տենց առանձնացված բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ, ինչքան պետք է գնան թաքուն ստեղ այնտեղ էս պատիտակ են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի՞ չեք գալիս։ Ռոբերտ Քոչարյանը նաև նշել էր, թե այն ընթացքում, երբ ռուսական զորքը պահում էր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, Հայաստանի ղեկավարը Պրահայում Լեռնային Ղարաբաղն ընդունում էր Ադրբեջանի կազմում, առանց Ռուսաստանի հետ քննարկելու։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս հայտարարությանը։ Ես խոսել եմ այն մասին, որ դրան նախորդող շրջանում ես տեսնելով զարգացումները մեր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ասել եմ, որ ես տեսնում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, բայց առավել ևս Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ որ Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում դա առաջինը չի եղել։
Եկեք վերադառնանք դրանից առաջ եղել է 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, դրանից առաջ եղել է 2021 թվականի մայիսի իրադարձությունները։ Ես այդ երկխոսությունը, ես ձեզ ուղիղ եմ ասում, համարել եմ Հայաստանի Հանրապետության համար անհարգալից, եւ ես այո որոշում եմ կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից վերադառնամ եւ արձանագրեմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ինչքան դա աբսուրդ հնչի, Հայաստանի վարչապետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, թե Հայաստանի իշխանություններն օգտագործում են Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը քողարկելու Պրահայում տեղի ունեցածը, ընդգծեց. Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այն պահին գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը այդ գործընթացին գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով։ Ավելին, փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց ամենասկզբից եւ արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում եւ այսօր քննարկված մադրիդյան սկզբունքներում։ Ուզում եմ հիշեցնել, այդ մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը ինքնորոշման իրավունքը ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում։ Արարատ Միրզյանն անդրադարձավ նաև Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սկսված ռազմական գործողություններին, անդրադառնալով էսկալացիայի նախապատմությանը, այս հարցում ներկայացրեց մեր երկրի դիրքորոշումը։ Տեղի է ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել ահաբեկչությունը, ցավակցությունը հայտնել զոհերի հարազատներին, ընտանիքներին զորակցությունը հայտնել։ Մենք եւ ես կարծում եմ որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք կարծում եմ պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Ճիշտ ասած, մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում եւ այդպեսին է մեր դիրքորոշումը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռիփսիմե Գրիգորյանը նկատեց. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, որի տեղեկատվական բաղադրիչը հատկապես սրվում է նախընտրական շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, տեղեկատվական պատերազմը հակադրվում է քաղաքացիների հետ ակտիվ հանդիպումներով ու շփումներով։ Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դա ինչի է դա կապված եղել այդ պնդումը, որովհետեւ եւ ես եւ մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ են ունենում, ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիր է նա, որ եթե դու պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուրեմն դա ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ մենք, ինչպես եւ նախկինում, չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով եւ քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է։ Վարչապետն անդրադարձավ նաև Նոր-Նորքի թաղապետարանում օրեր առաջ վարչական ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետքա լինեն թե չլինեն։ Ես նախընտրում եմ, որ նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր
Եվ ես նախընտրում եմ, որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, մեր հարգելի գործընկերներին եւ մեր դիրքորոշումները արտահայտենք։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ ընդ որում ես իմանալով նաեւ հանրապետություն կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ եթե մեկը ասի, որ հանրապետություն կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ եւ դրանից պետքա բխեն կոնկրետ հետևանքներ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Ընդ որում, գիտեք ինչ, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել եւ այլն, ես չեմ ուզում որևէ, բայց կա որոշակի կանոն, ի վերջո մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Արձագանքելով Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը կառավարությանը մեղադրեց որոշ ծրագրեր տապալելու համար։ Խոսելով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին, անհասկանալի որակեց կառավարող ուժի կողմից այդ դեպքերի մասին բարձրաձայնելով հպարտանալը։ Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է։ Այս մեկ, սա հպարտանալու բան է։ Երկրորդը, ասում եք բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից։ Երրորդը, բոլոր այն դեպքերում, երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի։ Չորրորդը, Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Վարչապետի պատասխանից հետո ընդդիմադիր падգամավորները հակադարձեցին տեղից, դահլիճում մթնոլորտը թեժացավ, փոխադարձ բղավոցների ներքո ազգային ժողովի նախագահը ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջման ընթացքում ընդդիմադիր падգամավորները լքեցին դահլիճը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ կոռուպցիոն մեղադրանքներին։ Այս երկու ուժը ընդհանրապես ով են, որ գան մեզ մի հատ էլ կոռուպցիայի մեջ մեղադրել։ Որ կոռուպցիայից խոսե, ոտից գլուխ ում նայում եմ կոռուպցիա։ Ու ասում են մամուլի հրապարակումներով, որը լինի իսկականից իրանց 70%-ի մի բանտերում պետք է առներ։ Բայց կներեք, բայց մենք իրավական պետություն չենք ուզում կառուցենք, ժողովուրդ ջան։ Մենք իրավական պետություն չենք ուզում կառուցենք։ Մենք ուզում ենք, որ ասենք առավոտը մամուլ բացենք, այնտեղ գրենք, որ այս հանցագործա, դե ասենք մամուլը հրապարակել է, իրիկունը տանենք պատերի տակ գնդակահարենք, էտա մեր երկրի պատկերացումը։ Ես բացարձակապես համաձայն չեմ դրա հետ եւ ասում եմ, էլ չեմ ասում, որ կոռուպցիան գործերով անցնող մի քանի հոգի գանստեղ առաջի շարքերում նստեն։ Մի հատ էլ ասեն կոռուպցիա։ Դուք ով ինչից խոսա, դուք կոռուպցիայի տանձից խնձորից խոսացեք։ Դուք Սևանի ափերին եւ բանի Հունաստանի ձեր կղզիների ու դղյակների մասին խոսացեք, ձեր միլիարդների, հա, էս էլ ներվայնացնում են, որ քաղաքացիներն է մեծ ուր գնում ենք, լսեք, սենց բան ես չեմ տեսել։ Ես այսքան գյուղեր եմ գնում։ Ես ինչ ֆենոմեն է, ես տենց չեմ հասկանում, ժողովուրդ, մենք մենոնցով ենք մնացել եք խոսանք։ Կամերաների ժողովուրդն էլ մենք մերոնց ես sense ման չեմ տեսել այսքան պրոբլեմ կա այս երկրում ճանապարհ
չգիտեմ, դպրոց, մանկապարտեզ, թոշակ, գներ, լսեք, որ գյուղ գնում, մտնում եմ, ես արդեն չեմ կարող, ասում են, այդ Քոչարյանը խի ազատության մեջ, այդ Սերժ Սարգսյանը խի ազատության մեջ, դրանք խի են ազատության մեջ, ինձ արդեն, չգիտեմ, արդեն վախենով եմ գյուղ մտնում, ասում են կարող է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, ես այս շաբաթներով, շաբաթ կիրակի, ես չեմ հասկանում այս ֆենոմեն, ասում եմ Ժողովուրդ ջան, դե ասֆալտ են կարել, դե դպրոց են կառուցել, դե մանկապարտեզ, դե պրոբլեմ կա, այնտեղ ջուրը, այնտեղ անվորա կա, այն ասում են մի ծրի, Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ, չասեմ, չեն ասում Ռոբերտ Քոչարյանը, չեմ ասում ինչ են ասում, ասում են Սերժ Սարգսյանը ինչի է ազատության մեջ, այն մեկը ինչի այլ են անուններ տալիս, հիմա սրանք եկել են մեզ ասում են դուք, բան, յար գնացեք հանգստացեք մի հատ, և հա, բայց ես էլի չեմ ասում, որ այ մենք բռնող չենք ժողովուրդ, քաղաքական իշխանությունը բռնող չի, մենք պետք է պահանջենք իրավապահ դատա իրավական համակարգից լինել համապատասխան իրավական պետությանը դատա իրավական համակարգ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը։ Սրփուհի Գալյանը ընդգծեց, բարձր դատարանը օրենքը եւ դրա բոլոր դրույթները համարել է սահմանադրությանը չհակասող։ Օրենքը նաեւ մեկնաբանվել է դրա նպատակների տեսանկյունից, առանձնացվել երկու իրավաչափ նպատակ՝ հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս համատեքստում դատարանի կողմից առանձնացվել են երկու սուբյեկտային կազմեր, դրանցից մեկը պաշտոնատար անձինք են, իսկ մյուսը պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձինք։ Եվ այս երկու խմբերի պարագայում նպատակը ներկայացվել է տարակերպ։ Այն դեպքում, երբ գործ ունենք պաշտոնատար անձանց հետ, ապա այս դեպքում կիրառելի է եւ գործում է եւ իրավաչափ է կոռուպցիայի դեմ պայքարի եւ կոռուպցիայի կանխարգելման նպատակը եւ այս տեսանկյունից բացարձակապես պարտադիր չէ պաշտոնատար անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը կապել որևէ հանցագործության հետ։ Իսկ այն դեպքում, երբ գործ ունենք պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձի հետ, ապա այս դեպքում հավանականությունների հավասարակշռման սկզբունքի պահպանմամբ պետք է հիմնավորվի որևէ որոշակի կապ հանցագործության եւ ձեռքբերված գույքի միջև։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Բաբկեն Թունյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանից հետաքրքրվեց, ինչ է արվում Երևանում ջրահեռացման համակարգը բարեփոխելու ուղղությամբ։ Թունյանը նշեց, հերթական անձրևը կաթվածահար էր արել Երևանի տարբեր հատվածները։ Նախարար Խուդատյանը հայտնեց, հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի հետ։ Նմանատիպ իրավիճակ առկա է նաեւ որոշ մարզերում։ Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցման ծրագրեր են այնտեղ ներառում ենք նաև ջրամատակարարման եւ այս դեպքում ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները, պիտի ասեմ, որ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության այլ քաղաքներում մենք բազմաթիվ նոր կառուցված այդպիսի փողոցներ ունենք, պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, քննարկելով նաև ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում, այնպես որ կարծում եմ որոշակի փոփոխություններ առաջիկայում այս ուղղությամբ կսպասենք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ խոսելով Արարատի մարզում օրեր առաջ տեղացած կարկուտի մասին, ներկայացրեց գյուղացիների կրած վնասների նախնական ծավալները, նշեց այս հարցով աշխատում է մասնագիտական հանձնաժողովը։ Հիմնական վնասները 7-8 գյուղում են տեղի ունեցել, բայց ընդհանուր առմամբ մոտ 2 տասնյակ, ավելի քան 2 տասնյակ գյուղերում ինչ որ չափով վնաս եղել է, երկու մասի բաժանենք աշխատանքները, Պտղի մասով ըստ էության մինչև 30% վնասվածություն ուրեմն ունենք միջին ասված, իսկ արդեն բանջարեղենային դեպքում 50-ից 60%, այսինքն այստեղ ավելի շատ է վնասը եղել եւ ընդ որում օրինակ պարտադիր չէ որ ուղիղ վնասները եղած լինեն հենց կարկուտից, ասենք օրինակ նույն ելակի դեպքում հիմնական վնասը եղել է կարկուտ գումարած հորտառատ անձրև, որի արդյունքում այսպես ասած ջուրը լցվել է այդ ամբողջ տարածքներում եւ վնասվել է այս պահին բերքի մի զգալի մասը։
Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, հակակարգտային կայանների ողջ գիշեր ամբողջ ծավալով աշխատելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ վնասներից։ Գևորգ Պապոյանի խոսքով փոխհատուցման հարցը հնարավոր կլինի քննարկել, երբ գնահատվի վերջնական վնասի չափը։ Մուշեղ Իսախանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։